Բարև ձեզ, բարի գալուստ իմ story podcast-ի էպիզոդ 16-ը։ Այսօր մեր հյուրն է Կամո Մայլյանը։ Կամո ջան, բարի գալուստ իմ story podcast։ Բարև ձեզ Աննա, շնորհակալություն։ Կամոն ապրում է Տորոնտոյում, Կանադայում եւ գործարար է։ Կամո ջան, կպատմես մեզ ինչպես որոշեցիր տեղափոխվել Կանադա ու այդ առաջի տարիների մասին խնդրեմ։ Նախ շնորհակալություն եմ հայտնում Աննա այս հնարավորության համար։ Կանադա տեղափոխվելու որոշումը կայացրել եմ 2011 թվականին, դա եղել է ընտանիքի որոշում, իմ եւ տիկնոջս որոշումը, եւ 2012-ի գարնան ենք տեղափոխվել։ Ինչու Կանադան որպես երկիր ինձ գրավում էր մի քանի պատճառներով, որը համապատասխանում էր մեր ընտանիքի ակնկալիքներին։ Համար առաջինը ուսման նաև հնարավորություն, որ դա մի երկիր է, որտեղ դու կարող ես ունենալ ընտանիք, ունենալ աշխատանք եւ դրան զուգահեռ սովորել եւ ստանալ ուսում, իսկ իմ ամբողջ կյանքում ես ցանկացել եմ ստանալ նաեւ արևմտյան ուսում, այն ուսման հետ զուգահեռ, որ ես Հայաստանում ստացել եմ։ Մի քանի անգամ փորձել էի ընդունվել արևմտյան հաստատություններ, ինչ-ինչ պատճառներով չէր ստացվել։ Երկրորդ պատճառը ընտանիքի համար ապահով կյանք կառուցելու համար հարմար երկիր։ Եվ տեղափոխվեցինք 2012-ի գարնանը։ Շատ լավ։ Մի քիչ կպատմես առաջի տարիների մասին, օրինակ ամենակենցաղային հասարակ հարցերի շուրջ, օրինակ տուն գտնել, մանկապարտեզ դպրոց, ինչպես է դա կատարվում Տորոնտոյում, հեշտ է։ Կանադան նորեկների համար համեմատաբար ավելի հեշտ երկիր է, քան իմ իմացած մնացած երկրները, ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Միգուցե Ամերիկայի Միացյալ Նահանգներում հնարավորությունները ավելի մեծ են, ոչ թե միգուցե կարծում եմ ավելի մեծ են հատկապես բիզնես ոլորտում, որտեղ շուկան մեծ է, ավելի շարժը մեծ է եւ հնարավորություններն էլ են մեծ, ավելի արագ է լինում, բայց նորեկների համար այն պայմանները եւ սիստեմատիկ համակարգված նպաստելու կառույցները եւ գործընթացները որքան չկա, ամեն ինչ սկսում է նրանից, որ դու եկար օդանավակայանում դիմավորում են, փաստաթուղթը տալիս են, տվյալները վերցնում են եւ այլն, որից հետո դու ստանում ես մի փաթեթ։ Փաթեթի մեջ ներառված են որոշ կազմակերպությունների խորհուրդներ, որտեղից դու կարող ես սկսել։ Իհարկե ես դրան կանդրադառնամ շատ շուտով, բայց մինչև դրան հասնելը մենք նախորդ ուսումնասիրություն արել էինք, կապնվել էինք որոշ մարդկանց հետ, խոսել էինք եւ շատ բարի մարդիկ, ընկերներ եւ այլն օգնել էին բնակարան գտնելու հարցում, որտեղ նոր եկած մարդու համար շատ բարդ է գտնես բնակարան, նախ պետք է ինչ-որ մեկը խորհուրդ տա, չունես կրեդիտ պատմություն, առանց կրեդիտ պատմության քեզ ոչ մեկ չի տա տուն, մի հասարակ բան չեն տա նույնիսկ հեռախոսի քարտ։ Պետք է ինչ-որ մեկը քեզ այստեղ այդ առաջի քայլերը օգնի եւ բարեբախտաբար շատ բարի մարդիկ մեզ օգնեցին այդ հարցում։ Մենք եկանք եւ միանգամից մտանք տուն, որը նախորոք վարձվել էր եւ որտեղ նախորոք մեկ այլ ընկեր տեղավորել էր նախնական կահույքը, այնքան մանրամասն, որ նույնիսկ ուտելիք կար սառնարանում եւ մյուս առավոտը դուռը թակեցին, բացեցի, հարևանեց մեկ այլ բարի մարդ, որը ինձ շատ լավ ընկեր է հիմա, երկու, այսպես ասած, ամբողջական փաթեթներով սնունդ էր բերել, իմացել էր չէի ճանաչում, իմացել էր Շենգհայ ընտանիք է գալիս եւ ամբողջ շաբաթվա առևտուրը փոխանցեց եւ ինքը գնաց գործի, մեր առաջի ծանոթությունն էր, հիմա շատ լավ ընկերներ ենք։ Համայնքը բավականին լավն է, որից հետո դուք գալիս եք նախնական ինտեգրումը կամ առաջի քայլերը սկսում են համայնքի հետ։ Երկրորդ քայլերը սկսում են կան համայնքային կառույցներ, եկեղեցիներին կից եւ կամ պետությունից աջակցություն ստացող, շատ խորհուրդ եմ տալիս նորեկներին գնալ այդ պետությունից աջակցություն ստացող հասարակական կառույցները, այդ օրինակ դա YMCA կարող է լինել մեկ այլ համայնքին կից կառույց կամ կարող է լինել
Շատ են, անունները ես չասեմ, ցուցակը բավականին մեծ է, այնտեղ ինչ են տալիս, դու գնում ես մոտ 20 օր, դասընթացներ են շատ հակիրճ, քեզ սովորեցնում են soft skills կոչեցյալները, փափուկ հմտություններ։ Դրանք թվում է թե մանրուքներ են, բայց շատ մեծ դեր են խաղում, այսինքն նույնիսկ փռշտալու ձևից այսպես պետք է փռշտոս ոչ թե այսպես եւ հետո մարդկանց բարևես, կոպիտ բաներ են, բայց նույնիսկ ինտերվյուի ժամանակ աշխատանքի հարցազրույցի քո վարորդական իրավունքի հետ կապված հարցեր կարող է տան եւ մի անգամից հասկանան, որ դու նորեկ ես, իսկ ոչ մեկ չի ուզում նորեկին գործի վերցնել։ Soft skill-ները սովորելուց հետո փափուկ հմտությունները, որոնց մեջ նաեւ ձևերն են ցույց տալիս, թե որ կառույցներին դիմես, բժշկական եւ այլն հարցերով։ Եկածը տորվանից Կանադայում ունես բժշկական ապահովագրություն, երեխաների հարցով նույնիսկ այդ կառույցները նորից քեզ խորհուրդ են տալիս հերթի կանգնել, որովհետեւ այստեղ երեխաներին մանկապարտեզ տանելու հարցը բավական լուրջ է եւ շատ նախորդ պետք է դուք հերթագրվեք։ Կարճ ասած իմ խորհուրդը այն կլինի, որ եկողները պատրաստված կան գումարով, նախատեսելով, որ գոնե 6 ամիս կարողա չաշխատեն եւ առաջին մի քանի ամիսը իրենք ծախսեն այդ հմտությունները ձեռք բերելու վրա, ադապտացվելու վրա, հասարակ բան, հայերը թող իրենց ավտոբուսով տանեն, տարածքներ ցույց տան, կաթը որտեղից առնեն, սննդամթերքը որտեվ խնայողությունների վրա կարող եք բավականին մեծ կորուստներից զերծ պահել ձեզ սկզբի ժամանակ ամենայն։ Օրինակ հիմա 4 հոգանոց ընտանիքի համար ինչքան գումար է պահանջվում 2 ննջարանով ու միջին կյանքի որակով Տորոնտոյում ապրելու համար։ Ապրելու համար պահանջող գումարը շատ հարաբերական է Տորոնտոյում, կա ապրել եւ կա լավ ապրել։ Նախնական եկողի համար բազային բնակարան ձեռք բերելու համար, որը կլինի 3 ննջասենյակ, կամ եկեք վերցնենք 2 ննջասենյակ եւ 1 ճաշասենյակ, նման տունը կարծում եմ կարժենա մոտ 2500-ից առնվազն 2700 ամերիկյան դոլար, ներողություն կանադական դոլար, դա պետք է բաժանել 1.3-ի։ Այսինքն մոտ չգիտեմ 1.9 1850-1900 ամերիկյան դոլար։ Դա մինիմումն եմ ես ասում, այդտեղից սկսում է, մի քիչ ավելի լավ շենքը, ավելի թանկ արդեն։ Ընդհանուր երևի սնունդի եւ այլ կենցաղային ծախսերով 5000 ամսեկան երևի պետքա նկատի ունենան, որ առաջի 6 անգամ 5000 ոնց որ այտենց գումարով երևի պետքա կան։ Այո, դա մինիմում, այո, առնվազն, որովհետեւ հաշվի առեք, որ նորեկացի համար մեքենաների ապահովագրությունը ավելի թանկ է, կան չնախատեսված այլ ծախսեր նույնպես։ Շատ լավ։ Տեղափոխվելուց հետո կարողացար միանգամից կողմնորոշվել ինչ բիզնես կամ գործ գտնել, ինչով ես զբաղվելու Տորոնտոյում։ Ոչ, իմ օրինակը ես կպատմեմ շատ հակիրճ, բայց իմ օրինակը լավագույն օրինակը չէ մարդկանց ցույց տալու համար, թե ինչպես ինտեգրվել, որովհետև իրականում ես կյանքից հասկացել եմ ինչ եմ ուզում ընդամենը մոտ 4-5 տարի առաջ, այսինքն իմ Կանադա գալուց հետո մոտ 7-8 տարի հետո իրականում որ հասկացել եմ իրոք կյանքից ինձ ինչ է պետք եւ ինչն է ինձ երջանիկ սարքելու, դա բիզնես ոլորտներ։ Ամբողջ կյանքս աշխատել եմ Հայաստանում հասարակական եւ այլ կազմակերպություններում եւ այլն, կարծելով որ դա այն է ինչ ինձ երջանիկ է սարքում, բայց իրականում այդպես չէր, Հայաստանում ընտրությունները շատ սահմանափակ են, բայց այստեղ գալուց հետո շատ արագ ես գտել եմ շատ լավ աշխատանք 20 օրում, դա շատ եզակի է լինում, եւ շատ արագ Ես էլ եմ լսել, որ Տորոնտոյում շատ դժվար է աշխատանք գտնելը, որովհետեւ ամեն ձևի ստուգում են լեզուն, փորձը, նույնիսկ լսել եմ, որ ասում են, եթե հենց Կանադայում աշխատելու փորձ չունես, այդ դեպքում շանսերը շատ ավելի նվազում են։
Այդպես էլ կա, կանադական փորձ են ուզում, հենց կանադական փորձ, դրա պատճառները կան։ Ես հիմա որպես արդեն մարտով պոտենցիալ գործատու է, ես հասկանում եմ ինչու է այդպես, բայց սկզբում շատ նյարդայնանում էի դրանից, ասում էի մարդը մասնագետ է ամեն տեղ, դուք ինչով եք ձեզ գերադասում մյուսներից, որ ասում եք կանադական փորձ։ Բայց ես դա հասկանում եմ եւ որ ասեցի շատ արագ առաջի աշխատանքը գտել եմ, դա եղել է քոլեջում որպես education counselor 20 օրվա մեջ։ Դա շատ հազվադեպ է լինում եւ ինտերվյուներ էի վերցնում, ընդունում էի ուսանողներին ԱՊՀ երկրներից եկած ուսանողներին քոլեջում սովորելու, բայց շատ արագ էլ այդ աշխատանքը ես կորցրել եմ։ Դա էլ է շատ եզակի լինում։ Դրա համար ես լավագույն օրինակը չեմ, կարծում եմ, որ միջին հասարակական իմիգրանտից ես ավելի շատ եմ ձախողումներ ունեցել, քան մնացած մյուսները։ Եվ այդ աշխատանքը կորցնելու պատճառը հենց այդ soft skills-ների պակասն էր, որի պատճառով ես տարբերվեցի տեղացիներից եւ պատմությունը շատ զավեշտալի է, չեմ պատմի հիմա, բայց մենակ գործ գտնելով չի, դուք պետք է այդ գործը կարողանաք պահեք եւ դրա համար պետք է ինտեգրվեք։ Լրիվ համաձայն եմ ու քանի որ սա podcast է, այսինքն կարող եմ ես էլ մի քիչ իմ մասին պատմել, ես կուզենամ ասեմ, որ կարող է նույնիսկ ես ավելի շատ եմ գործ կորցրել, քան դու։ Մարդիկ նույնիսկ արդեն ինձ կողքից ասում էին, գիտես չգաս մեր հաստատությունում աշխատելու, որովհետև հենց գաս հաստատ մի բան մեր հաստատությունը կլինի։ Մի պահ տենց էր, գնում էի միտեղ արդեն սկսում էի աճել բան, մեկի այդ հաստատությունը ինչ որ ընկնում էր դատական բաների մեջ ու դրա պատճառով կրճատումներ էին անում, կամ մյուսը այնքան լավ աճեց, որ մեծ ավելի հաստատություն գնեց այդ փոքր հաստատությունը ու մենք բոլորս հայտնվեցինք դրսում։ Մի խոսքով իմ մոտ էլ են շատ եղել տենց դեպքեր, որ գործը գտել եմ, աճել եմ, բայց անկախ իմ գործի ոնց որ որակից, տենց գործը կորցրել եմ։ Ես շատ լավ հասկանում եմ, ինձ մոտ էլ նույն բանը եղավ եւ շատ արագ շտկեցի ես դա եւ շնորհակալ եմ բախտից, նաեւ այն անձնավորությունից, ով որ դա ինձ խորհուրդ տվեց, ճապոնացի աղջիկեր, ով նույն հաստատությունում աշխատում էր, սուրճի հրավիրեց եւ ասեց ես կողքից նայեցի, այս իրավիճակը տհաճ իրավիճակ է ստեղծվել, գիտեք ոնց են ինձ գործից հանել, որպեսզի շատ երկար չգնամ, առավոտյան եկել եմ, ինձ դիմավորել է անվտանգության աշխատակիցը դռան մոտ եւ արկղով տվել է իմ իրերը եւ 2 ամսվա փոխհատուցում։ Շատ վատ բան չէի արել իրականում, բայց ավելի լավ է գալ, պատրաստվել եւ խուսափել նման իրավիճակներից եւ այդ աղջիկը ինձ հետ զրուցեց, շնորհակալ եմ իրեն իր զրույցի համար եւ ասեց, որ լավ կլինի մի քիչ այստեղի փորձ ձեռք բերես, որի լավագույն ձևը ես գտա survival job անել է, այսպես ասած, պատահական աշխատանք գտա եւ դրան զուգահեռ սկսեցի սովորել York University, York համալսարանում, նաեւ իմիջիայլոց դրա վրա էլ կենտրոնանամ, որովհետեւ Կանադան նաեւ տարբերվում է այլ երկրներից, որ առաջի 3 տարում, եթե դու ցանկանում ես այստեղ սովորել, ստանալ բարձրագույն կրթություն, ունեն շատ bridging program-ներ, այսինքն կամուրջային ծրագրեր, այսպես ասած, եթե դու օրինակ Հայաստանում պետհամալսարան պետք է սովորես 5 տարի, որոշում ես գնաս այլ մասնագիտությունով ժող ինստիտուտ սովորես, օրինակ սոցիալական գիտություններից անցնես տնտեսական գիտությունների, մինիմումները հանձնում ես, նստում ես երկրորդ, երրորդ կուրս, չգիտեմ, այդպես բան պետքա որ լինի։ Այստեղ իմիգրանտներին գնահատում են անում եւ միանգամից կարող ես տեղավորվել համալսարանում։ Ես 2 տարի սովորեցի Յորք համալսարանում, զուգահեռ աշխատեցի տարբեր աշխատանքներ, 7-8 հատ տարբեր աշխատանք եմ ես փոխել 1 տարվա մեջ։ Եվ 1 տարի հետո գտա լավ աշխատանք նորից եւ տեղավորվեցի հենց այն մասնագիտությունով, որը սիրում եմ եւ որտեղ որ հիմա եմ շարունակում։ Ես էլ պատմեմ, որ ես էլ որ հասկացա, որ ամերիկյան փորձը կամ ամերիկյան ուսումը շատ կարևոր է, ես էլ գնացի մագիստրատուրան սովորեցի Ամերիկայում ու մագիստրատուրան սովորելուց հետո միանշանակ արդեն
դիմելուց մի տեսակ ոնց որ քեզ արդեն ուրիշ աչքով են նայում։ Էդ երևի արժի խորհուրդ տալ այն երիտասարդները, որոնք մտածում են տեղափոխվել, ինչու՞ չէ նաև աշխատելու հետ զուգահեռ սովորել։ Սովորելը պարտադիր խորհուրդ եմ տալիս, պարտադիր, անկախ նրանից ինչքան լավ մասնագետ են, դա կապ չունի, որովհետև համակարգերը տարբեր են։ Մենք ուրիշ համակարգից ենք գալիս, այստեղի համակարգը ուրիշ է։ Բացի դրանից, նաև խորհուրդ կտամ ոլորտային կազմակերպություններում ներգրավել, օրինակ հաշվապահներ, այստեղ կա CPA կոչեցյալը կամ իմ ոլորտում միջազգային առևտրի կա որոշակի կառույց, որտեղ սերտիֆիկացիոն ես անցնում եւ դառնում ես տվյալ կառույցի անդամ, դա շատ կարևոր, այսպես ասած, գույն եւ համ կհաղորդի ձեր մասնագիտական ռեզյումեին։ Այ դու հիմա որ գործարար ես ու հասկանում ես բացի Հայաստանից ուրիշ երկրների հետ կապված թվերը, այսինքն ինչ մասշտաբներ կարող են լինել դրսում։ Հայաստանում ապրող մարդու համար այն մարդը, որ մտածում է, որ օրինակ ենթադրենք Հայաստան ունի գյուղատնտեսական տարբեր մթերքների հումք, որ կարելի է արտահանել։ Ինչքանով դա քեզ ռեալ թվում կարող են հայերը մտածել, որ Հայաստանում ինչ որ մթերքներ արտահանել հնարավոր է սպասարկել, թե շուկան շատ մեծ է։ Որտեղ արտահանել, որ շուկայի համար։ Կանադա, Ամերիկա, Եվրոպա, ցանկացած։ Այսպես ասեմ, որպեսզի ցանկացած մարդ, որպեսզի հասկանա Հայաստանի շուկայի մեծությունը, շատ են ինձ այդ հարցը տվել։ Ոնց ես բացատրեմ, չեմ կարող բացատրել, բայց կա մի բան, որ վիզուալ իրանք մտնեն նայեն եւ կհասկանան Հայաստանի տեղը եւ շուկայի մեծությունը ամբողջ աշխարհում։ Google-ով թող ման կան online marine traffic, կա կայք, որը ցույց է տալիս հենց այս պահին առցանց ռեժիմում օվկիանոսում գտնվող նավերը։ Կա նաև կայքեր, որոնք ինքնաթիռներն են ցույց տալիս, նման կայքեր կան։ Այդ նավերի վրա ներողություն քարտեզի վրա, որտեղ նավերն են ամբողջ աշխարհում, դուք կարող եք տեսնել գույներով, որոնք են առևտրային նավեր, որոնք են կոմերցիոն եւ որոնք են ոչ կոմերցիոն նավեր։ Նայեք կոմերցիոն նավերը որտեղ են կենտրոնացած եւ մեր տարածաշրջանը ընդհանրապես եւ կհասկանաք որտեղ է գտնվում մեր տարածաշրջանը։ Եվ մի քիչ էլ որ մոտիկացնեք Հայաստանի աշխարհագրական դիրքը, բնակչության չափը եւ այլ ֆակտորները համադրելով կպատկերացնեք թե որտեղ է գտնում Հայաստանը։ Հայաստանի շուկան բավականին փոքր է, շատ փոքր, ինքը կարող է լինել մրցունակ, եթե ունենա յուրահատկություն, այսինքն այնպիսի ապրանք եւ ծառայություններ տա, որով կլինի յուրահատուկ։ Դեռևս ես չեմ տեսնում այդ ապրանքներն ու ծառայությունները, որով Հայաստանը կարող է աշխարհի մրցունակ դեր գրավել։ Կներես, որ ընդհատում եմ, բայց օրինակ գինին, կոնյակը, հայկական չես կարծում, որ մեծ հաջողության կարող է բան լինի, էլի հիմք։ Ոչ, ասեմ ինչի համար։ Այդ երկու ապրանքների հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է։ Ռուսաստանի Դաշնությունն է։ Հիմա կասեմ ինչի։ Վերցնենք գինին, միմիայն գինին։ Գինին կարող է գնով չիլիական գինիի հետ մրցել։ Ոչ, որակով կարելի է իտալականի կամ իսպանականի կամ ֆրանսիական գինու հետ մրցել, բացարձակապես ոչ։ Եվ հաջորդ հարցը այլ շուկաներ, նոր շուկաներ, հիմա գնացեք ցանկացած ցուցահանդես, եթե գնաք ցուցահանդես, օրինակ Չինաստանից մի գնորդ գա եւ որոշի պատվեր տալ։ Մրցունակ լինելու համար գին որակ քանակ ապահովելու համար դուք պետք է կարողանաք միանգամից մեծ քանակ արտադրել, որպեսզի ապահովեք։ Ես շատ կասկածում եմ, որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը կարող է մեկ շատ լուրջ չինական ընկերության համար քանակ ապահովել, այսինքն որ չինական ընկերությունը գա ասի X քանակի ինձ ապրանք տվեք, նույնիսկ Հայաստանում այդ քանակի շիշ արտադրելու հնարավորությունները չկան։ Մնաց ռուսական շուկան։ Կոնյակը ռուսական շուկայում, ռուսական շուկայից դուրս կոնյակ չեն ճանաչում։
Դա միակ բանն էր երևի բրենդը, որ սովետական միությունից նշան մնացել էր, կոնյակ բրենդն էր, ոնց որ արդեն քարկոծումների է ենթարկվում եւ որպես հայկական կոնյակ կարծում եմ շատ վտանգի տակ դրված է, կդառնա բրենդի, իսկ եթե արտահանում ես հայկական բրենդի, հարցս նորից նույնն է, արդյոք ոչ հայի համար Արգենտինայում, Չիլիում կամ Բրազիլիայում կամ Կանադայում հայկական բրենդին կլինի որակով, համով եւ այլ տեսակներով ավելի մրցունակ, քան հունական կամ ֆրանսիականը օրինակ։ Շատ կասկածում եմ։ Հա, շատ շնորհակալություն։ Ես օրինակ արդեն կարծիք ունեցա։ Հա, ցավոք սրտի տենց է, մեր երկիրը փոքր է ու չգիտես ոնց որ դրսի շուկային ինչով կարելի է ռուսերեն բառը կա, չէ, զամանչիվի, չգիտեմ հայերենը ոնց գրավիչ լինել, հա։ Բայց շատ լավ է, որ դու կարողացել ես Կանադայում մտնել գործարարների աշխարհ, դառնալ գործարար։ Ես կուզենայի պատմեիր մեզ ինչ համագործակցություններ ես անում Հայաստանի հետ, կարողանում ես ինչ որ մի ձևի Հայաստանին օգտակար լինել։ Այո, իմ կապը Հայաստանի հետ երբեք չի կտրվել, համագործակցություն ես անում եմ եւ բիզնես ոլորտում եւ հասարակական ոլորտում եւ իմ ներգրավվածությունը երբեք չի էլ դադարել։ Տարեկան առնվազն 2 անգամ ես գնում եմ Հայաստան, առնվազն մի անգամ մենակ, մեկ անգամ ընտանիքով եւ ավելի երկար ժամանակով եւ նույնը խորհուրդ եմ տալիս հանկացած մարդու, ով Հայաստանում չի ապրում, խորհուրդ կտամ կապը երբեք մի կտրեք Հայաստանի հետ, հնարավորության չափով անպայման մասնակցեք։ Իմ անձնական տեսակետն այն է, որ եթե ես ապրում եմ Հայաստանից դուրս, ես իրավունք չունեմ ներքին քաղաքական կյանքի, կարամ մասնակցեմ, բայց ոչ հերվից կոմենտներ հասկանում եք ինչ եմ ասում։ Այո, ես էլ եմ տենց, ես չեմ կարողանում։ Չեմ ցուցաբերում, բայց բիզնես ոլորտում անընդհատ որոնումների մեջ եմ, ինչով կարող եմ ներգրավվածությունը շատացնել, հասարակական կյանքում ներգրավված եմ եւ շարունակում եմ ներգրավված լինել։ Բիզնեսի առումով էլ այո, ունեմ որոշակի համագործակցություն եւ շատ հուսով եմ կլինեն հնարավորություններ այդ համագործակցությունները ավելի լայնացնելու, նույնիսկ փորձ եմ արել Հայաստանում մեծ գրասենյակ բացելու, չի ստացվել օբյեկտիվ պատճառներով, բայց ուրախ կլինեմ, եթե ավելի շատ ներգրավվածության հնարավորություն ստանամ։ Շատ լավ։ Ինչ պրոյեկտներ ես արել Հայաստանի հետ կապված։ Հայաստանի հետ կապված բիզնես պրոյեկտները շարունակական են, ունեմ գործընկերներում հետ որոշակի համագործակցություն ծավալում եմ միջազգային առևտրի ոլորտում, ներմուծումների ոլորտում, փորձում եմ արտահանումները իրականացնել, ինչը շատ դժվար է իմ նշած օբյեկտիվ պատճառներով, պետք է մրցունակ լինես այդ պատճառներն են զուտ, որ դժվարություններ են առաջացնում, բայց նաև համագործակցություն ունեմ հասարակական ոլորտում, այս տարի օրինակ մի շատ գեղեցիկ պրոյեկտ ենք իրականացրել փոքրիկ թիմով, որը ես եմ հովանավորել գրքի հայերեն տարբերակի հրատարակչություն, Մատենադարանում եղավ շնորհանդեսը 2014 թվականին ես հայտնաբերել եմ արխիվներ Միջին Արևելքի նպաստամատույցի, որը ժառանգել էր մի կին, դա մոտ 944 հատ փաստաթղթեր, նկարներ եւ արխիվային նյութեր են 1918-ից 23 թվականին Թալասի շրջանում հայ 5000 որբի պահած եւ այնտեղից տարհանած ամերիկացի եւ կանադացի միսիոներների մասին, սա անգլերեն տարբերակ գիրքն է, այս կնոջ պահած արխիվներն են։ Այսօր այդ արխիվները գտնվում են Մատենադարանում, շատ թարմ եւ լավ վիճակում եւ այս գիրքը այդ արխիվների հիման վրա է հրապարակվել, գիրքը կոչվում է Grit and Grace in a World Gone Mad, բնական արխիվների վրա հիմնված են իրական, սա վաճառվում է Amazon-ում, իսկ այս տարի
այս տարի գրողը իմիջիայլոց կանադացի է Wendy Elliott, ես աջակցել եմ, նպաստել եմ, ասիստենտն եմ իր եղել գրելուց եւ գրել եմ գրքի նախաբանը։ Ամբողջությամբ թարգմանությունը ես եմ արել COVID-ի ժամանակ, տանը եղած ժամանակ եւ ֆինանսավորել եմ այս գրքի հրապարակումը, որը տեղի ունեցավ Մատենադարանում։ Դա կարծում եմ շատ մեծ ձեռքբերում է իմ համար եւ նաեւ կապը պահելու համար Հայաստանի հետ։ Ես իրավունք կվերապահեմ ամբողջ հայ բոլոր հայերի կողմից շնորհակալություն ասելու, որովհետև ես կարծում եմ գիրք հովանավորել գրքի ամբողջ կյանքի ստեղծումը ու թողել քեզնից հետո գիրք իմ կարծիքով նամանավանդ այդքան կարևոր հայերի համար թեմայի շուրջ իմ կարծիքով դրանից առավել երևի ոնց ասեմ արժեքավոր բան հայերի ու ազգի համար երևի չկա, որովհետև սերունդները մեր շատանալու են ու նամանավանդ մեր, որ մենք դրսում ենք ապրում, շատ կարևոր է, որ այդ ինֆորմացիան փաստերը իրանք իմանան, որ ամեն ինչ փաստերի վրա է։ Մի փոքր կպատմես գրքի մասին։ Շատ շնորհակալ եմ, ես ինքս հպարտություն զգում եմ այս աշխատանքի համար, որովհետև 11 տարվա աշխատանք է եւ թիմային աշխատանք եւ նվիրված աշխատանք, ոչ մի ֆինանսական շահ չի հետապնդում, ոչ Wendy Elliott-ը, կանադացի գրող, ոչ էլ ես, շատ մեծ դժվարությամբ եմ իրեն համոզել, որովհետև տակը ֆինանսական ոչ մի շահ չկար, բայց այնպիսի փաստաթղթեր են, որ ինքը տեսավ, 3 անգամ ինձ մերժել է։ 4 անգամ ես գնացի Հարվարդի համալսարանի արխիվներից, հանեցի այդ կնոջ ձեռագիր նյութը, բերեցի տվեցի եւ ինքը միանգամից գրավվեց, հենց առաջի բանը բացեց Չինաստանից Տրանսսիբիրյան էքսպրեսով պետք է գար, որ հայտնվեր Կովկաս, մի խոսքով մի ֆիլմի սցենար է սա, սարսափելի հետաքրքիր պատմություն։ Այս կինը նկարագրում է, ասում է առանց պատոհանների վագոններով գնացք, բոլոր լցված զինվորներով, կիսախմած եւ ամենաառաջի բանը, որ ես տեսա, պատին փակցված հայտարարություններ, հարգելի ռուսներ, խնդրում ենք գնացքի ընթացքի ժամանակ ոչ մեկին չսպանել, կռիվ չանել եւ եթե մարդ եք սպանում, դիակները պատոհանից մի նետեք, որովհետեւ դա վատ տպավորություն է թողնում արտասահմանցիների վրա։ Իրեն դա գրավեց եւ ինքը սկսեց գրել։ Գրքի գրելը տևել է 5 տարի, ես իրեն ասիստենտ եմ հանդես եղել, այնուհետև հրապարակել է Կոմիտաս ինստիտուտը, Զորյան ինստիտուտը ինձ ուղարկեց իրենց մարդու իրավունքների եւ ցեղասպանության դասընթացին, հովանավորեցին Տորոնտոյի հետ Տորոնտոյի համալսարանի հետ համատեղ ծրագիր էր, որպես ինձ գիտելիք տան այդ ոլորտում խորանալու եւ կարողացանք անենք, բավականին լավ գիրք է ստացվել, անգլերեն տարբերակը Amazon-ից կարող եք ձեռք բերել, կոչվում է Grit and Grace in a World Gone Mad, Wendy Elliott։ Հա, Կամո ջան, ես կարելի է, չէ, հետո կոմենտներում գնենք մարդիկ, դե ուրեմն բոլորը կարող են գնալ կոմենտներում, ես մի քիչ հետո կդնեմ։ Շատ լավ։ Հայերենն էլ Զանգակ գրատանը Հայաստանում։ Շատ լավ։ Ինչ ասեմ, իսկապես մեծ գործ եք կատարել հայերի ու նորից եմ ասում մեր սերունդների համար, որոնք էլի գիտես, ասենք, դրսում երեխա մեծացնելը շատ դժվար է, նամանավանդ մեծացնել հայ ու քո գրած գիրքը իմ կարծիքով մեծ օգնություն է իրական հայ մեծացնելու համար, որ իմանան ինչա կատարվել, էլի։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, Կամո ջան, ինչ որ բան կա, որ կուզենայիր ավելացնել, որովհետև այս podcast-ը մենք պահում ենք 30 րոպեվա մեջ ու շատ արագ անցավ այս 28 րոպեն, ինչ որ բան կա, որ կուզենայիր ավելացնել։ Այո, 2 բան կուզենայի ավելացնել, ամենաառաջինը, որպես իմիգրացիայի փուլով անցած անձնավորություն, եթե Հայաստանում ձեր գործերը լավ է, կարող եք գնալ սովորել եւ վերադառնալ, բայց ես խորհուրդ չեմ տա իմիգրացիա անել, որովհետեւ արանքում մի բան կորում է։
Որպեսզի ասեմ ես ինչպես էի կարոտում, մեր տունը Պոնչիկանոցի մոտ էր եւ 3 ամիս ես ամեն գիշեր իմ երազում զարթում էի Պոնչիկի հոտից, իջնում էի օպերայի խաչմերուկ ու ոտքով գնում էի Պոնչիկանոց։ Այդ տենց կարոտում էի եւ արանքում ինչ որ մի բան կոտրվում է ձեր մեջ, անկախ նրանից թե ինչքան հաջողակ եք դուք նոր երկրում։ Եթե ձեր երկրում, մեր երկրում լավ եք, կարծում եմ, որ արտագաղթը պետք է նորից 2 անգամ մտածեք, մինչեւ այդ ճանապարհը բռնել։ Եվ հաջորդ բանը, եթե ամեն դեպքում որոշում եք արտագաղթել, ես շատ խորհուրդ կտամ անպայման Հայաստանի հետ կապը պահեք, անպայման ինչ որ մի բանով ներգրավված եղեք, այդքանը։ Հա, շատ մերսի։ Ես էլ նույն զգացումներն եմ ունեցել առաջի տարին տեղափոխվելուց հետո, կարծում էի, որ մեծ սխալ եմ կատարել ու տենց գիշեր չկար, որ լացելով չեմ քնել, շատ դժվար ա եղել, շատ։ Բայց հիմա քոպես եմ մտածում, որ եթե դրսում ինչ-որ մի բանի հասել ես, կլինի podcast-ով, թե գիրք գրելով, թե ինչ-որ մի ձևով, որ մարդկանց օգնություն կարողանաս անել կողքից, որպես բացի նրանից, որ աշխատես եւ ընտանիք, իմ կարծիքով դա էլ է օգնում Հայաստանին ու առանց դրա, առանց Սփյուռքի ու առանց Սփյուռքի օգնության Հայաստանը երևի շատ ավելի դժվար կլինի գոյատևելը եւ աճելը, այսինքն երևի ինչու՞ չէ, սա էլ է պետք։ Շատ շնորհակալություն բոլորին, ով լսում էր այս էպիզոդը, հույսով եմ կամոն ձեզ նենց խորհուրդներ տվեց, որ կօգնի, թե որոշելու դուրս գալ, թե որոշելու մնալ, խնդրում եմ subscribe եղեք, որ բաց չթողեք մյուս էպիզոդները, էլի շատ հետաքրքիր է լինելու, շնորհակալություն Կամո ջան, շատ շնորհակալություն, որ եկար։ Ձեր շնորհակալություն, Աննա, շատ շնորհակալ եմ։ Եղավ, տեսցում ձեզ։ Տեսցում։